Այ այստեղ լռությունը հանգստանում է։ Ողջունում եմ ձեզ սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստներ, Հայաստանը սիրող մարդիկ։ Լոռվա աշխարհը այնքան պատմություններ ունի, այնքանից շատ, ու մենք որոշեցինք գալ այստեղ ու ներկայացնել ձեզ Հոռոմայրի վանական համալիրից փոքրիկ դրվագ։ Ոմանց համար ծանոթ, շատերի համար անծանոթ, ինչու։ Ալարկոտություն մեղքերից մեկը։ Մինչ քայլերս արձագանքում են այս քարե սանդուղքներին, ուզում եմ ասել, որ այստեղ ամեն ինչ շնչում է պատմությամբ։ Տարիներ առաջ այս սանդուղքներով քայլել են ուխտավորներ։ Քամին շշնջում է պատմություն, այս մացառները էլի պատմություն ունեն, այս քարերը տասնապատիկ պատմություններ կպատմեն ձեզ, կամ կշշնջան։ Չեմ ուզում ձեզ հիասթափեցնեմ, բայց դե հեքիաթներ էլ չեմ ուզում պատմեմ, ասեմ, որ հեշտ է, ճանապարհը չէ, դժվար է։ Ինչ խոսք դժվար է, որովհետև մի անզգուշ քայլ, քարերն էլ սոթ են տալիս ու հայտնվում եք դեբետի երախի մեջ։ Զգուշ, զգուշ, զգուշ։ Նշաններ էլ կան, ինչ լավ է։ Ուրեմն ճիշտ են գնում։ Դուք եք տեսնում այն ինչ իմ աչքերն են տեսնում։ Անսպասելի լռությամբ ու խոնարհությամբ, բայց միևնույն ժամանակ հուժկու ձորերը սահում են ներքև։ Հələ այս գեղեցկությանը մտիկ արեք։ Բարբարս էլ է փոխում կամաց-կամաց։ Այդ ազդեցությունն է Լոռվա սարերի, ձորերի, չգիտեմ, շատ շքեղ է։ Մտածում էի, որ ձանձրալի կլինի, բայց չէ։ Ֆանտաստիկան այն խոսքը չի։ Շարժվում ասա։ Այս գնալը հասկացանք, բա հետ գալը ոնց է։ Զղկալու եմ, գիտեմ։ Որքան բարձրանում ես վերև, այնքան այս տեսարանները ձգվում են դեպի անսահմանություն։ Այնքանով, որքանով յուրաքանչյուրիդ հավատն է, այս ուխտագնացությունը կատարելու ժամանակ, խնդրեմ զանգակատունը, եկեղեցին ու ճգնարանները։ Երբևէ չեմ մտածել, որ այս ճանապարհը կարելի է հաղթահարել ու գալ հասնել այստեղ։ Միշտ մտածել եմ, որ դժվար է։ Շատ ենք նկարահանումներ արել Օձունում։ Համապատասխանաբար դիմել ենք դրոնի օգնությանը, բայց երբեք չենք եկել։ Այսօր հասանք մեր նպատակին եւ դուք մեզ հետ միասին։ Ամբողջ ճանապարհին գիտեք ինչ էի մտածում, որ այս զուտ ճանապարհ չի դեպի վանք, այս ճանապարհը դեպի ժամանակի խորքերը։ Մեկ հպարտության զգացում ես ապրում, մեկ էլ զարմանքի։ Զարմանքի ինչի համար, որ երբ խորը վերլուծում ես, հասկանում ես, որ իհարկե 21-րդ դարում կյանքը հեշտացել է, բայց տարիներ առաջ մարդիկ քարները շալակած կամ չգիտեմ ինչ որ սարքավորումներով ու մի քարի մասին չի խոսքը, հասկանում եք։ Այդքան բերել են, այսքան ճանապարհ հաղթահարել են ու կառուցել են։ Իսկ հպարտություն, որ ունենք։ Օ, Տեր հայր, օրհնեցեք, ոնց եք։ Բարով եք եկել։ Փաստորեն գործող, հա, վանական համալիր է, եթե դուք այստեղ եք։
Մշտական գործող չի, քանի որ օծված չեն եւ վերանորոգված չի, ինչպես տեսնում եք, բայց այստեղ ուխտագնացություններ են շատ լինում, ծառայություն են իրականացնում։ Մեր բախտը բերել է այնքանով, որ բացառիկ էքսկուրսիա ենք ունենալու տեր հոր հետ եւ ինֆորմացիայի ծարավը կհագեցնենք այս առումով։ Ուրեմն պատմությունը գալիս է դեռ 8-րդ դարից։ Իհարկե ավելի առաջ էլ, եթե նայենք ինչքան քարանձավներ կան, որ ենթադրելի է նախամարդկանց համար գուցե ծառայել են որպես բնական կացարաններ, հետագայում արդեն ճգնարաններ եւ ի վերջո այս սրբավայրը, Հոռոմայրի վանական համալիրը, որ սկսել է իր հիմնադրությունը 8-րդ դարից, կապված Հովհաննեսի կաթողիկոսի անձի հետ։ Հայաստան է գալիս հունական կողմից մի իշխան, անունը Վասիտ, դավանափոխության առաջարկով իշխանը իր առաքելությունը չի կարողանում իրականացնել, նաև ծանր հիվանդանում է, մահամերձ եւ բժշկվում է Հովհաննեսու աղոթքի զորությամբ, ընդունելով արդեն մեր դավանանքը առաքելական այստեղ ճգնում եւ որոշում է այլևս չվերադառնալ հունասկով եւ իր հետագա կյանքը անցկացնել այստեղ ճգնությամբ։ Ոչ մեկի մտքով չի անցնի, որ այս ժայռերից ծերբերում ծվարած եկեղեցին ունենա այսքան շքամուտք իր եզրակալներով, քանդակներով, բարավորը Հիսուս Քրիստոսը մի ձեռքին ավետարան, մյուս ձեռքը օրանտի օրհնության դիրքով, երկու կողմերից տեսեք, այո, հրեշտակներ եւ զանգակատան ներսը։ Սա մեր խորանն է, ճիշտ է։ Հիմա որոշակիորեն խոնարհված, բայց չի կորցրել իր երբեմնի շքեղությունը։ Կներեք էլի, այս շքեղության դեմը ոնց առնենք, ոնց բացատրենք մարդկանց, ոնց ասենք մարդկանց, որ չի կարելի այս տեսակ վանդալ լինել։ Այս անարգանքը այլ կերպ հնարավոր չի վերնագիր տալ։ Անարգանք սեփական կրոնի, սեփական պատմության ու արժեքների հանդեպ։ Նախնիների արյունի եւ քրտինքի հանդեպ։ Տեր հայր, իսկ այս խորշը եղել է գաղտնարան։ Ամենայն հավանականությամբ եւ ինչպես կարելի է նկատել, այստեղ քարերից մեկը բացակայում է, որը հենց եղել է գաղտնարանի այդ մուտքը ծածկող հատվածը, որտեղ կարող էին թե թաքնվել եւ թե թաքցնել։ Այս հատվածով ամբողջությամբ ժայռի մեջ ժայռը ինքն է, այո, ժայռը ինքն է արևմտյան պատը այստեղ։ Ճգնարան քարանձավներն են Հոռոմայրի վանական համալիրի մոտ 1 տասնյակից ավել, մեծ եւ փոքր։ Այո, այստեղ ապրել են, ստեղծագործել են, աղոթել են։ Հետագայում իհարկե այս տարածքները, երբ որ վանքը այլևս չի գործել, անցել են դարեր, օգտագործվել են որպես ոչխարների կամ այծերի մակաղատեղիներ։ Բայց ինքը հզոր տուրիստական երթուղի կարա լինի։ Այդպես կա էլ, ինչպես նշեցինք, տարվա գրեթե բոլոր եղանակներին այս ուղին միշտ բանուկ է եւ մարդաշատ է։ Ես նկատի ունեմ աշխարհաճանաչ դարձնելը։ Ես շատ կուզեմ, որ շատ ավելին, այո, այո, շատ ավելին լինի, քան հիմա կա։ Այս հատվածում մենք պիտի տեսնենք քարանձավների այս անվերջ շարունակականությունը, մեկը մյուսի միջով։ Ինքը բավական անմատչելի է, բայց ցավոք սրտի նաև արշավանքներ այստեղ են եղել։ Քարանձավները միջանցքներ են ունեցել, հա։ Այո, այս միջանցքներով կապվել են մեկը մյուսի հետ։ Եվ այստեղ ուզեմ հատկապես մենք ուշադրություն դարձնենք այս շարվածքին։ Միջնադարյան, տեսեք ինչ իր հին շարվածքով, ընդ որում գրեթե առանց շաղախի։ Այստեղ էլ ունենք մի քանիսը։ Այո, մի քանիսն էլ ունենք այստեղ, տարբեր հարթությունների եւ բարձրությունների վրա, բայց բոլորը ծառայել են նույն նպատակին։ Հիմա չկան, չէ՞, ճգնավորներ։ Հիմա մեծ հաշվով վանական կյանք չկա, բացառությամբ 1-2 տեղերի։ Ունենք կանանց միաբանություն եւ 2 տեղ տղամարդկանց։ Բայց այդքան ընդհանրապես։ Երբևէ առանձնացել եք այս ճգնարաններում։
քանի որ Առիթ եղել է։ ընտանիքով եմ, այսպես ամբողջական օրով չէ, բայց օրվա պահեր եղել են։ Սա ամենամեծ կառույցն է եկեղեցական այստեղ։ Պատերն են մնացել, ինչպես տեսնում ենք, իր արձանագրություններով, ուխտավորների խաչերով։ Դռան բարավորի, մուտքի բարավորի հավանաբար եղել է որմնանկար, որ շերտեր են երևում, բայց ոչինչ չի պահպանվել։ Արևմտյան պատը նորից ժայռային, արևելքում մենք ունենք նաև թելուսամուտ, ընդարձակ խորան եւ խորանի լուսամուտ։ Փայտել են օգտագործել շինարարության ժամանակ, հա, պատուհանների հետ կապված։ Պատուհանների հետ։ Նաև մյուս լուսամուտը հիմա քանդված, ներքևում կար փայտի գերանի կտոր, որը գուցե այս պատուհանին է եղել, ինչպես որ մյուսինը։ Փորձենք կարդալ ինչա գրված կամարի վրա։ Սկզբնամասը ընթեռնելի է, ահա, հետո չի հասկացվում։ Այնտեղ Իվանը եմ տեսնում։ Զաքարյանների ժամանակվա կառուցված եկեղեցի է այս հատվածը, եկեղեցու այս հատվածը։ Բայց անուն չունի, հա։ Հոգևոր գրականությունը լռում է։ Անունը սուրբ նշանով է հայտնի, որը ունի նաև վերևինը հստակ։ Հավանաբար սա եւս կոչվել է սուրբ նշան, որովհետև կա այսպիսի մի պատմություն, որ այստեղ պահվել է Հիսուսի խաչափայտից մի մասունք, որտեղից էլ սուրբ նշան անունը։ Եվ 18-րդ դարի վերջին, երբ որ լեզգիները այս կողմերի վրա արշավանք են իրականացնում, հասնում են նաև այստեղ, կոտորում են վանականներին, որից հետո վանական կյանքը այստեղ մինչ օրս ընդհատվում է։ Եվ մինչ այդ վանականները պահում են խաչի մասունքը, որը նաև մնում է անհայտ իրենց նահատակությունից հետո։ Տեր հայր, անսահման շնորհակալ եմ գեղեցիկ, լուսավոր, հոգևոր եւ ոչ միայն էքսկուրսիայի համար։ Ես հուսով եմ, որ մեր հեռուստադիտողը եւ այն տուրիստներից վարզանգվածը, ովքեր նայում են հիմա այս էպիզոդը, իրենց օրհնությունն են ուղարկում եւ ձեզ եւ մեզ այս ամենը վավերագրելու համար։ Իսկ այն բարերարներն ու մարդիկ, ովքեր տեսնելով ցավ են ապրում, ոնց որ մենք մեր պատմության այս կտորը, որ քիչ-քիչ արդեն ոչ միայն խոնարհվում է, այլ նաև անհետանում պատմության երեսից։ Եթե գտնվեն այդպիսի բարերարներ, խնդրում եմ արձագանքեք այն պոտենցիալը, որը ունի այս վանական համալիրը։ Ես համոզված եմ, որ ֆիդբեքը մեր բարերարներին անպայման բերելու է թե Աստծո օրհնության տեսքով եւ թե մարդկանց հոսքի տեսքով։ Ու մենք շարունակում ենք մեր հեռուստաճամփորդությունը, կրկին անգամ ողջունելով բոլոր նրանց, ովքեր նոր են միացել Face Control-ին։ Դեռ լորվա չքնաղ մարզում ենք եւ եկանք Արդվի գյուղ, այստեղ է գտնվում մի բնական հուշարձան, ինչը չտեսնելը չի լինում, ուղղակի չի լինում։ Բնական հուշարձանները մեր հեռուստաճամփորդությունների ժամանակ բազմիցս ներկայացրել ենք ձեզ տարբեր մարզերում Հայաստանի Հանրապետության եւ դրանք փաղաքշելը, խնամելը, հոգ տանելը մեր ուսերին է, իմ, ձեր, բոլորիս։ Այդ հուշարձանները բնական անցյալը եւ ներկան կապում են իրար, խոսում են մեր ավանդույթների մասին, խոսում են մեր ավանդազրույցների մասին։ Էսթետիկ ու գեղարվեստական առումով նման հուշարձանները կապ են ստեղծում։ Օձի պորտ հանդիպում ենք նաև բուսատեսակ, այլ անվանումներ նույնպես ունի, քարակոպ, քարաբլթակ, ծաղկի պես տենց բույս է, բայց մենք այսօր խոսելու ենք բնական հուշարձանից։ Եկեք մի փոքր քայլենք ճանապարհին կպատմեմ։ Ինչ վերաբերում է ճանապարհին, արահետ է, ասել խոսելով, զրույց անելով կհաղթահարեք ու ժամանակն էլ շատ արագ կանցնի։ Ուրեմն եղել է, չի եղել հսկայական օձ։
այս օծը բարբերաբար իր վնասը հասցրել է օծնեցիներին։ Գյուղացիները միջոցներ են ձեռնարկել, անընդհատ փորձել են ազատվել այդ հսկայական օծից, չի ստացվել։ Օծնեցու աշակերտներից մեկը նույնպես փորձ է արել, ապարդյուն։ Վերջը կաթողիկոսը պատարագը ավարտելուց հետո գալիս է ու գավազանով հարվածում օծին։ Վերջինս այս քարային տեսքն է ստանում։ Ավելացնեմ, որ հարվածը ոնց որ օծի այդ պորտի հատվածում է ու այնտեղից մինչ այսօր ջուր է հոսում։ Ասում են, որ բուժիչ աղբյուր է ու այս աղբյուրի ջրերում ծծմբի, ոսկու, արծաթի հանքանյութեր կան։ Ստացվում է, որ կաթողիկոսը անիծել է օծին վատարարքների համար, բայց օրհնել է բոլոր զբոսաշրջիկներին ու գյուղացիներին։ Այսինքն ովքեր գան այստեղ ու խմեն այս ջուրը կբժշկվեն։ Կարևոր մի բան։ Այստեղ գալուց չար մտքերը պետքա մղվեն 4-րդ, 5-րդ, 6-րդ պլան։ Այսինքն բարի մտքով պետք է գալ այստեղ բժշկվելու։ Ձեր հոգին պարզ պետքա լինի, մաքուր պետքա լինի, հավատը ամենակարևորը։ Այդ այն ուժն է, ինչը ձեզ բժշկելու է։ Տեսեք, ըստ միջազգային մոտեցումների բնական հուշարձաններ կարող են լինել աղբյուրներ, ջրվեժներ, քերծեր, то есть այն ամենը, ինչին մարդու ձեռքը չի հասել, մարդու ձեռքը չի կպել, այդ շինարարը համարվում է բնություն։ Այս նույնպես բնական հուշարձան է, ինչը աչքին էլ շատ པարզ երևում է, երբ գալիս եք աղբյուրի մոտ, արդեն տեսնում եք եւ օծի պորտը, եւ օծին ամբողջապես, մոտավորապես 1 մետրից ավել, հա, 1.5 մետր երևի լայնքով, երկարությունը չգիտեմ ուրա հասնում, բայց պոչը շատ པարզ երևում է։ Էս էլ մեր աղբյուրը լեսի պարադոքս է, այս ջուրը որտեղից է գալիս, պետքա խմել ու բժշկվել։ Պահեցի երազանք, էս էլ իմ կումը։ Որ ասեմ, տենց ակնհայտ տարբերություն կա սովորական բազմաբնակարանային շենքերի ծորակի ջրից, կխափեմ ձեզ, մի փոքր սառն է, ի տարբերություն ծորակի ջրի ու քաղցրահամը բացակայում է, ավելի տենց նեյտրալ ինչ-որ համը։ Հասկանում եմ, որ մենք քիչ ենք, բայց մենք ունենք հաստափոր պատմություն ու կապ չունի օծի պատմությունը եղել է, թե չի եղել, օծնեցին հարվածել է, թե չի հարվածել, կարևորը մարդիկ հավատում են ու ես հավատացի։ Ժամանակն է, որպեսզի մտածենք նաև մեր գիշերակացի մասին։ Հեռու չենք գնա, Օձոնում ընկերներս խորհուրդ են տվել շատ լավ հյուրատուն, կոչվում է Եղևնի։ Գնանք տեղավորվենք, հուսով եմ այնտեղ եղևնիներ շատ կան։ Քայլում եմ կամաց։ Թաթերի վրա, որովհետև ինձ համար բացահայտում եմ լրիվ ուրիշ աշխարհ։ Գիտեք, ավելի ջերմ, ավելի ընտանեկան, ավելի սենց քոնը սրտիդ մոտ։ Ու իսկապես էլ Եղևնի հյուրատանը կան եղևնիներ։ Եղևնին ունի պարկինգ, մանկական զոնա, ինչպես նաև տաղավար լողավազանի անմիջապես հարևանությամբ իր մանղալով եւ բացօթյա խոհանոցով։ 5 սենյակներից ընտրել ենք 2-ը, մեկը ինձ համար, մյուսը Աբոյի, որը նկարենք։ Իմը թե քոնը, արի չինգաչունգ անենք։ Ահա եւ իմ սենյակը։ Վաու! Սենյակը շնչում է տաքությամբ, լուր, խաղաղ, ոնց որ երկար սպասված գրկախառնությունը։ Գեղեցիկ է, ույուտ է, ծաղկա շատ է ու մաքուր։ Գյուղի համար այն որ լյուքս տարբերակ ենք ընտրել։ Ունենք փոքրիկ միջանցք, այսպիսի հարմարություն, շարժական,
Կախիչներ, վերնահագուստդ կարող ես տեղավորել այստեղ, միանգամյա օգտագործման հողաթափեր եւ կոշիկներդ կարող ես տեղավորել այստեղ։ Միանգամից աչք կացակում վարակույրների եւ փափուկ կահույքի երանգը, վարդագույն, այն որ կոնտրաստային է, հասկանում, պատերը, այս թույլ գույների մեջ եւ այս վառ գույները։ Ինձ ողջունում են մաքուր սպիտակեղենի թարմ հոտը, ինչպես նաև սրբիչներ մարմնի ու երեսի։ Գիտես, այն որ ուզում ես մի բան ասես, որ այն չի, բայց ամեն ինչ այն է։ Բարձերը փափուկ, ներքնակն էլ օրթոպեդիկ։ Ես զգում եմ, ինձ սպասվում է հանգիստ, որը դժվար է գտնել աշխարհում։ Եկեք ծանոթանանք մեր սանհանգույցի հետ։ Այսքան մեծ, այս առաջին հատվածում կարելի է թողնել օրվա հոգնածությունը։ Ինչն է հատկանշական, սովորաբար մեր հեռուստապրոյեկտների ընթացքում մենք հանդիպում ենք լոգախցիկ, բայց այստեղ Եղևնիում առաջարկելու են լոգա սենյակ։ Այ քեզ տարածություն ու բնական օդափոխման համակարգ։ Այս ճոխությունը, այս առատությունը, նույնիսկ սալիկների գույնը ճոխը ու այս ճոխ լոգա սենյակին սազում է ճոխ պապիրոսի երաշերտ արտադրանք, 2 ռուլոն մի փաթեթում հարմար է օգտագործել։ Այ հիմա խոսքս ուղղում եմ հյուրանոցների, հյուրատների եւ առհասարակ հորեկա ոլորտի տնօրեններին, կառավարիչներին։ Միշտ մտածեք ձեր հաճախորդների բարօրության, ինչպես նաև կոմֆորտով հանգստի մասին, որ անհանգիստ հանգիստ չլինի, այլ բութ, փափուկ ու որակով։ Մի քանի րոպեով եմ քեզ հրաժեշտ տալիս ու մի քանի րոպեից էլ քեզ եմ հրաժեշտ տալիս, որովհետև օրը իսկապես էլ հագեցած էր, պատրաստվում եմ լոգան կընդունեմ, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող ու ճամփորդասեր ուզում եմ մաղթել բարի գիշեր։ Հանդիպելու ենք առավոտյան ուղիղ ժամը 9:30-ին նախաճաշ։ Չուշանակ, բարի գիշեր։ Բարի առավոտ, տիկնայք եւ պարոնայք, սիրելի հյուրեր, հեռուստադիտող ու տուրիստ։ Այլևս սկսված է մեր երկրորդ ճանապարհորդական օրը։ Օձունը ինչ խոսք զարմացնում է եւ միշտ թրենդի մեջ է։ Եկեք նոր էմոցիաների հետևից, եկեք նոր բացահայտումների հետևից։ Իսկ նախաճաշային vibe-ը իհարկե առողջ մարմնում առողջ հոգի կարգախոսով է, չէ, առողջ մարմնում առողջություն, սենց ասեմ։ Այս ոնց եմ սիրում, երբ ամբողջը սպիտակուցներով հարուստ, տնական պրոդուկտ է սեղանին, առանց որևէ հավելումների, առանց որևէ կոնսերվանտների, իդեպ Եղևնիում չեք տեսնի նախաճաշի ժամանակ երշիկեղեն, գազավորված ըմպելիքներ, որ լինեք առողջ ու երկարակյաց։ Մի քանի նյուանսներ, որ պետք է հիշել այստեղ գալուց, ձեր վճարած սենյակի գումարի մեջ չի մտնում նախաճաշը։ Սովորաբար հյուրերը գալիս են այստեղ
մթերքով, որովհետև այդ հնարավորությունը կա, բայց եթե նախընտրում եք նախաճաշով գիշերակաց, ուրեմն հավելյալ պետք է վճարեք, խոսքը 2000 դրամի մասին է, անձի տարբերակում, միջև 10 տարեկան երեխաները այստեղ նախաճաշում են անվճար, բայց ինչն է հատկանշական, եթե վերցնեք 2-ից ավել օրեր Եղևնիում ու ասեք պրոմոկոդը Face Control, կստանաք 5% զեղչ, լավ չէ՞։ Ես աղի փոխարեն նախընտրում եմ տնական պանիր, ինչ նաև ձեզ եմ խորհուրդ տալիս, բրտուճը ստացվում է անմահական, դա գյուղական նշան է, մի հատ էլ սուրճ, արի strong տարբերակը ընտրենք, մի քանի անգամ գդալդ սուրճի մեջ պտտում ես ու պատրաստ է, շատ արագ լուծվում է, Rio Grande, շնորհակալություն, իմ առավոտները ավելի strong և Rio դարձնելու համար, բարի լույս ու բարի առավոտ։ Ու մենք կրկին ու նորից աղթալայում ենք, եկել ենք նուրիկ նախ մեր լավ ընկերներին տեսնելու ու երկրորդ համով հաց ուտելու։ Նուրիկը պատրաստվում է ամանորին, սիրելի հեռուստադիտող, ձեր կորպորատիվ նախատոնական միջոցառումները կարող եք անցկացնել այստեղ։ Սրահում տեղավորում են մոտավորապես 60-ից 70 անձ ու ինչն է կարևոր, գալիս եք այստեղ, ասում եք պրոմոկոդը Face Control ու ստանում եք 5% զեղչ։ Ասում եմ, ինչ լավ է, չէ՞, զանգահարում ես, ասում ես ու գալիս ես, հասնում ես այստեղ, սեղանը արդեն պատրաստ է։ Լորվա Պագանինի, Հագանի, առաջարկում եմ այստեղ գալուց անպայման փորձեք։ Նախ, մատուցման ձևն է շատ գեղեցիկ, ազդեցիկ, երկրորդն էլ համոզված եմ, որ համնել է, տպավորիչ լինելու։ Գերազանց, բանջարեղեն, չրեր, ինձ թվում է հյութը պետքա որ անմահական լինի, քաղցրի ու աղի մեջտեղում ինչ-որ բան, կծվի թեթև նոտաներ էլ կան, ինչը դարձնում է ձեր վայելքը տպավորիչ։ Իսկ ես հիմա չեմ սնվում, ես վայելում եմ։ Պատրաստ եղեք կորիզները հանելուն, փաստորեն հոն, ծիրան ու սալոր, ոնց որ, հա, մրգի ու բանջարեղենի համադրությունը որ շատ սիրուն է ստացվել,
Ես չէի մտածում, որ տենց կարան լավ հարևանություն անեն իրար հետ։ Անցում կատարենք մեր հաղորդման գործընկեր Զանգեզուրի թռչնաֆաբրիկային։ Սոուսը սերուցքային է։ Արի վերցնենք կրծքամիս։ Ահա։ Շատ հապուկ ամիս է։ Օգտագործվել է տնական ռեժան, թթվասեր եւ սերուցք։ Այդ կաթնային հատվածը միահյուսվել է հավի արգանակի հետ ու նենց չի, որ զարմանքը միանգամից է։ Դու դա զգում ես աստիճանաբար։ Արտասահմանցին կասեր «Ատանսիոն», բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Նուրիկում դեռ հին վարք ու բարքերն են, то դուք չարաչար սխալվում եք, որովհետև անձնակազմն էլ է փոխվել, տնօրինությունն էլ է փոխվել, մենեջերն էլ է փոխվել, մի խոսքով ամեն ինչ է փոխվել։ Համերն էլ։ Առաջարկում եմ մեր տրապիզը շարունակենք խորոված տոլմայով։ Ես սոուս չեմ օգտագործում, ովքեր կցանկանան, իսեր Աստծո։ Արիշտա սպանախով։ Ախ, շատ եմ սիրում ես հայկական ուտեստները, որոնք բերում են քեզ հիշողություններ ու սա չի դառնում պարզապես հացկերույթ, սա դառնում է ճանապարհորդություն, անցյալ, ներկա, ապագա, որովհետև խոհանոցը միավորում է բոլորիս։ Սկսում ես ուտելուց հիշել տատիկը ոնց էր վաղ առավոտյան արթնանում, թոնիրը վառում, հավաքվում էին հարևանները, թխում էին լավաշը, ինչին հաջորդում էր արիշտայի պատրաստելը։ Կան շատ տուրիստներ, ովքեր հետաքրքրվում են ու գրում են մեզ direct. Տիգրան, թանկ տեղ է, շտապում եմ ձեզ զարմացնել։ Նուրիկում ոչ թանկ է, ոչ էժան։ Այն տերմինն էլ գործածելի չի, միջինից բարձր գներ են կամ միջինից ցածր գներ են, այստեղ միջին գներ են։ Ինչպես են պատրաստում խորոված տոլման։ Սովորական տոլմայի խճողակը փաթաթում են խաղողի տերևով, հետո այդ ամենը դասավորում շամփուրի վրա։ Կրակին։ Զգալու եք ծխեցված համը։ Սիրելի հեռուստադիտող, սիրելի տուրիստներ, ես ուզում եմ, որպեսզի ձեր գաստրո ճանապարհորդությունները անցնեն հետաքրքիր։ Չմտնեք այնքան որ սնվելու, մտեք վայելելու համար եւ ընտրեք մենյուից այնպիսի ուտեստներ, որ ձեր դրսից Հայաստան եկած հյուրերին նույնպես զարմացնեք։ Այ ֆանտաստիկա։ Տնականա չէ, ես ինձ գիտեի։ Համլետին մեր շնորհակալությունը, այս ճանապարհը կարողացանք հաղթահարել։ Հայ Անտառին նույնպես շնորհակալություն, որ համագործակցելով մեր հեռուստապրոյեկտի հետ հնարավորություն է տալիս նախ մեզ բացահայտելու ու չափից շատ սիրելու Հայաստանը, հետո էլ տուրիստներին, որ կարող են հաղթահարել այս ճանապարհը, գալ տեսնել մեր պատմամշակութային արժեքները։ Այն, ինչ ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը, մոտավորապես 800-ից 1000 տարվա պատմություն ունի։ Եկանք մարց ու մարցից արդեն ամենագնացով բարձրացանք մարցի անտառները։ Լսի ոնց որ ջունգլիներ լինի։ Նախ սկսենք հին բնակատեղիից։ Անզեն աչքով էլ երևում է, որ մարդիկ այստեղ բնակվել են, բայց այդ բնակավայրից մնացել են հետքեր, շարվածքներ, քարեր, մեծ, փոքր, միջին չափսերի ու խաչքարեր։ Եթե խոսենք խաչքարերից, պետք է ասենք, որ խաչքարը հայության կողմից ստեղծած այն եզակի ձեռագիրն է, ինչով մեր տեսակը կարող է բարձենալ։ Ու խաչքարի դերն ու նշանակությունը մարդկության կյանքում շատ ավելին է, քան ազգային մշակույթը։ Այս հենարանը, այս
անձնագիրը, այս բնավորությունը եւ ազգային պատկանելիություն։ Երկիր մոլորակի վրա որտեղ գնաք եւ ինչ պատմամշակութային արժեք տեսնեք, եթե դրանց մեջ լինի խաչքար, ուրեմն իմացեք, որ հայի մատը խառն։ Իմ ետևում զուտ քարեր չեն։ Իմ ետևում հիշողություն է, իմ ետևում մի ամբողջ քաղաքակրթություն։ Շատերի համար ճգնավորը մարզի լինելու է նոր բացահայտում ու եթե լինեն տանտոտուրիզմի սիրահարներ, այդ մռայլ զբոսաշրջությունն է, ես համոզված եմ, որ հաղթահարելու են եւ այս ճանապարհը եւ այդ քարքարոտ արահետները գալու են, հասնելու են, բայց ճանապարհին ուխտ են պահելու։ Նպատակ, ցանկություն, ինչը ես համոզված եմ, որ մաքարման ճանապարհից հետո իրականություն հաստատ դառնալու է։ Իմ ասածը, իմ զգացածն է լինելու ու just ենթադրություններ։ Քանի որ մեր էքսկուրսավարը մարցեցի է եւ ցոլակը ավելի լավ գիտի այս տեղանքի մասին, որոշեցինք ցոլակի հետ փոքրիկ հարցազրույց անել։ Ցոլակ ջան, ողջույն։ Ողջույն ձեզ։ Լավ ես։ Շնորհակալություն, դուք ոնց եք։ Ընտիր, հիմա դու ինձ ասա պատմությունը ճգնավորի։ Մարդիկ եկել են ստեղ ճգնել են, ինչ են արել, ոնց է բացահայտվել այստեղ առհասարակ։ Ես ելել եմ երեխա ժամանակ, ասենք սա անոտավայր է։ Հա։ Մենք այստեղ հնձում ենք, տամ ենք տալի մեր տավարին։ Ասես գյուղական ասեմ, էլի։ Ասա, խնդիր։ Տամ ենք տալի մեր տավարին ախպեր։ Մենք եկել ենք այստեղ, սա իմ հնգոր անոտավայրն է։ Հա։ Այն մարդը մեզ տրամադրել է 2-ից 3 տարի, որ գանք հնձենք, տանք մեր անասուններին ախպեր։ Ես եկել եմ այս հատվածը եւ տեղել եմ այս հրաշ սրբավայրն ախպեր։ Ահա։ Որը կոչվում է ճգնավոր ախպեր։ Որտեղից ես ենթադրում, որ ինքը կոչվում է ճգնավոր։ Մեր մեծերն են ասել, մեր պապերը պատմել են, ես էլ տենց իմ մեջ, իմ ուղեղի մեջ, տենց հասկանալով պատմել են, ես էլ տենց այդքանը ձեզ ասում եմ։ Հասկանալի է։ Իսկ երբ տուրիստը գա այստեղ, նու մոտավորապես ինչքան գումար է պետք, որ մեքենան, քո ծառայությունը բարձրանան այստեղ ու տեսնեն այս ամեն ինչը։ Դե Մոտավորապես։ գիտես ոնց է կյանքիդ դառնեմ, սենց ասեմ, դա ամեն ինչը դա փողի մեջ չի։ Չէ, դե բայց դու էլ պետքա փող Հա, հասկանալի է, բայց դա ամեն ինչը փողի մեջ չի։ Մարդկությունն է, կբերենք առաջի օրը, երկրորդ օրը, երրորդ օրը, մարդիկ են կգան, կտեսնեն այս բնությունը, այս սրբավայրը, նոր ընդերից են կողմ կորոշենք ախպեր։ Հասկանալի։ Խոսքի ինչ կոպեկ վերցնել, մարդ ախպեր գալիս է, բա ոնց դու մարդուս կոպեկ վերցնես, բերես սրբավայր։ Աչացավ։ Որը սրբավայրը թույլ չի տալի, ասենք, այդ ամեն ինչը կոպեկ վերցնել ախպեր։ Ինչ անում եք գյուղի համար եք անում։ Այո։ Մերսի շատ։ Հիմա տեսեք, գլխավոր խաչքարն է, պատվանդանը, նու երևում է, որ խաչքարը փոքր ավելի նոր է, քան պատվանդանը, բայց ինչա պատկերված։ Հիսուսն է խաչված ու ներքևում մարդիկ են։ Էլի եմ ասում, զուտ ենթադրություններ են։ Այս մարդիկ ինչ որ մեղք են գործել ու այդ ճանապարհը ոտքով է, մեքենայով է, ես չգիտեմ, հաղթահարում են գալիս են ու մեղքերի թողություն անում։ Տարածքում ունենք տապանակարեր, երևում է, ես այստեղ մեկը տեսա։ Այ էսա։ Սա չենք ցուցադրում գանձագողերի համար, սա ցուցադրում ենք հետաքրքրասերների համար, հայրենասերների համար։ Կարող եք գալ տեսնել այս տապանակարերը, ինչի վրա տենց պարզ երևում է, հա, ինչ որ մեկի գլուխը շրջանակի մեջ ու անկյուններում արդեն զարդանախշեր են։ Ինչ վերաբերում է Տիգրանի հետ տպավորություններին, ինչ կարող եմ ասել։ Տեղանքը զորավոր է, ինչ խոսք։ Ու այս խաչքարերը կենթանի քարեր են։ Ինչու եմ սա ասում, որովհետև եթե մարդը իր գիտելիքները, իր ապրածը ներդնում է այդ քարի մեջ, ուրեմն այդ քարը ինստինկտիվ դառնում է կենթանի հիշողություն։ Սովորաբար երբ ենք դնում խաչքարը, ինչ որ մեկին հիշելու համար, չէ՞։ Հերոս կլինի, ծնող կլինի, հարազատ մեկը կլինի, զինվորական կլինի,
կամ չգիտեմ, գիտության եւ մշակույթի մեջ ճանաչված որևէ մեկը։ Այդ կերպ մենք հայերս հիշում ենք մեծերին ու հերոսներին։ Օրերը այս սեզոնին այնքան են կարճացել, որ մարդ չի հասցնում մի քանի տեղանք հեռուստապրոյեկտի շրջանակներում ներկայացնի։ Մինչև անտառի ծմակից իջանք Մարցգյուղ, ահա, խնդրեմ, մթնեց։ Սա նշանակում է, որ վերջ այն ամենին, ինչին սկիզբ դրեցինք միասին սրանից մոտավորապես 30-40 րոպե առաջ։ Հուսով եմ, որ հեռուստապրոյեկտի շրջանակներում ներկայացրած տեղանքները ձեզ դուր եկան եւ անպայման կկրկնեք մարշրուտը լորվա չքնախ աշխարհում։ Չմոռանաք մեր համացանցային պորտալի մասին Instagram, Facebook, YouTube էմոջիների հարցում շռայլ եղեք, իսկ մեր էպիզոդները ուղարկեք ձեր մտերիմներին, հարազատներին, ովքեր բնակվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Թող բոլորը տեսնեն Հայաստանը եւ բոլորը զարմանան Հայաստանով։ Կհանդիպենք շատ շուտով։ Ցտեսություն։